Ոչ թե տարբեր մարդիկ նույն իշխանությունն, այլ նույն մարդիկ կարող են հաջորդ այն ուրիշ երկեր պատասխանել, ոնց որ օրինակ Փաշինյանն ասում էր Արցախ, Հայաստանը եւ վերջ, հաջորդ բան դուրս է գալիս ասում է Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Ու Ադրբեջանը շարունակելու է այդ պահանջները, որովհետեւ պահանջների ցանկը մեծ է։ Այս մեզ առաջ շարքվող այլանդրանքը Թաթարստանի տարբերակն է։ Չի կարող մարդը իր տեղում ոչինչ չանել ու սպասել, որ արտաքին աշխարհից ինչ-որ մեկը պետք է իրեն օգնի։ Մեր դեմ պատերազմ են վարում։ Մեզ էթնիկ զտման են ենթարկում։ Մեր ձեռքից մեր հողերը խլում են ու վերջում մեղավորը մենք ենք։ Հիմա միգուցե մայիսին իրենք արդեն միայն այդ Հայաստանի տարածքով միջանցքի շուրջ ինչ-որ նոր փաստաթուղթ ստորագրեն, որոշակի արտոնություններ տալու ռուսական կողմին ու այդ ամեն ինչ անելու են Հայաստանի Հանրապետությունը ու հայ ժողովրդի հաշվին։ Ողջույն, մարտական եղբայրություն միաբանությունում ենք եւ քաղաքական խմբի անդամ Մասի Շիրոյանի հետ քննարկելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Ողջույն Մասի ջան։ Բարև ձեզ։ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Խորհրդարանում 2024 թվականի կառավարության ծրագրի եզրափակիչ ելույթում հայտարարեց Փաշինյանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում, քանի որ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգն այլևս երկու երկրներում բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Կողմերը այդ փաստաթղթում Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունելով իբրև սահմանազատման բազային սկզբունք, ըստ Փաշինյանի, այդ հռչակագիրը ըստ էության դարձրել են հարաբերությունների կարգավորման հիմք։ Իսկ Ալմա-Աթայի հռչակագրում բազային են վերոնշյալ սկզբունքները։ Փաշինյանը նաև հավաստեց, Հայաստանի կառավարությունը չի անելու գործողություններ, որոնք հակասում են այս տրամաբանությանը։ Նա կոչ արեց նույնն անել նաև Ադրբեջանին։ Տեքստը համաձայնեցված է, խոսքը խաղաղության համաձայնագրի մասին է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Սա ուղիղ մեջբերում էր։ Կարծես նոր բան չկա, նոր բան չկա, բայց ինքը շարունակում է Հայաստանի վրա մեծ, ոնց որ ասեմ, պատասխանատվություն վերցնել այն բաների համար, որը Հայաստանի Հանրապետությունը չի արել նախ։ Երբ որ խոսք է գնում էսկալացիայի մասին, մենք պետք է հիշենք, որ էսկալացիան դա Հայաստանի կողմից չի եղել է Ադրբեջանի կողմից։ Հիմա Փաշինյանը սկսում է մի բանից, այսինքն երաշխիքներ է տալիս Ադրբեջանի փոխարեն։ Ինչը որ ժամանակին, օրինակ մի տարի առաջ էլ, երբ որ փրկության շարժում էր Հայաստանի կամ դրանից առաջ 20 թվականից հետո ամեն ինչ որ շարժում սկսող, ընդդիմադիր ուժ երբ որ շարժում էր սկսում, նույն երաշխիքներն են տալիս Ադրբեջանի փոխարեն մեր քաղաքական գործիչները դուրս են գալիս երաշխիքներ են տալիս։ Ընկերներ, դուք չեք երաշխիք տվողը։ Դուք չեք պատերազմը սկսել, որ դուք որոշեք էսկալացիա լինելու է թե չէ։ Ես ուզում եմ հասկանալ որտեղից էս վստահությունը, երբ որ Ադրբեջանի փոխարեն նման հայտարարություններ են անում, սա տրամաբանությունից դուրս է։ Այսինքն Ադրբեջանը պարբերաբար նշում է, որ չի պատրաստվում, եթե էս էլ չանենք, եթե այն էլ չանենք, այդ մասին դեռ կխոսենք։ Ու Ադրբեջանը, երբ որ մեղքը փորձում է բարթել Հայաստանի Հանրապետության վրա, սա Ադրբեջանի համար հիմքեր է նախապատրաստում, որ ասի, այո, տեսեք, Ադրբեջանը չի կռիվը սկսողը, Հայաստանն է կռիվը սկսողը, որովհետև Հայաստանն է երաշխիքներ տալիս, ու հետո երբ որ կռիվ է սկսում, նշանակում է մեղավորը Հայաստանն է, այսինքն կռիվ սկսողը ու կռիվ դադարեցնողը դա Հայաստանն է։ Այո։ Սա այս տրամաբանության մեջ է։ Ու դուրս գալ նման հայտարարություններ անել, հետո սրանից հետևում են նաև երբ որ ինքը ասում է Ալմա-Աթի հռչակագրով ինչ որ բաներ է ֆիքսում, Ալմա-Աթի հռչակագրում նշված էր, որ պետությունները անկախ են այն տարածքներով, այն սահմաններով, որ պահին, որ վերջի պահին սովետական միության տարածքում են եղել։ 84-ից 88 թվականներին գործել է պարտիետային հանձնաժողով, որը որ օրինակ այն հատվածում, որտեղ որ իրենք իրականացրեցին սահմանազատում եւ սահմանագծում, այդտեղ սահմանը այլ կերպ էր անցնում։ Այո։ Հիմա հարց, եթե ձեզ համար այդքան սուրբ փաստաթուղթ է Ալմա-Աթի հռչակագիրը, դուք ինչ եք խախտել Ալմա-Աթի հռչակագիրը նախորդ տարի, սրանից մի տարի առաջ էր։ Նախորդ տարի ապրիլ ամսին էր, չէ՞։ Ապրիլի երկրորդ կեսին էր տեղի ունենում այդ սահմանազատում սահմանագծումը, այս նույն օրերին էր, ու այդ ժամանակ իրենք Ալմա-Աթի հռչակագրով սահմանված ձևով դա սկսեցին խախտել։ Չնայած որ մենք ասում ենք ոչ Ալմա-Աթի հռչակագիրը, ոչ այլ փաստաթուղթ, այս բանը չի գործում ուղղակի, քանի որ Հայաստանը ու Ադրբեջանը ունեն բազմաթիվ չլուծված հարցեր, Ադրբեջանը խախտել նաև Արցախի այդ
հայ բնակչության իրավունքները, Արցախի իրավունքներն է խախտել ու պատերազմը շարունակվում է։ Ադրբեջանը պատերազմը շարունակում է, մարտական գործողություններ փոխարինել են այլ դաշտում գործողություններ, բայց մեծ հաշվով պատերազմը շարունակվում է ու ցանկացած այդ նման պայմանագիր դա պայմանագիր է լինելու գործողությունների ավարտից հետո, ոչ թե գործողությունների ընթացքում դու ինչ-որ բան ես ստորագրում, հետո ասում դե հիմա ստորագրած էր, դե փաստաթղթերը չի գործում։ Դեպ հակասություն կա նաև մեր կառավարության անդամների խոսքերում, Փաշինյանը պնդում է, թե էսկալացիայի վտանգ չկա, իսկ արտգործնախարար Միրզոյանը ասում է՝ կա։ Նա թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացը ավարտին հասցնելու մեջ եւ իրականում պատրաստական չէ խաղաղություն կառուցելու։ Մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների, ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը ցավոք կարող է հանգեցնել նաեւ գերմի վրա էսկալացիայի։ Սա ուղիղ մեջբերում էր։ Էսկալացիայի հավանականությունը չի բացառում նաև Ալիևը, նա ասել է, պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։ Կփորձեմ սկզբից անդրադառնալ Արարատ Միրզոյանին, ժամանակին, 18 թվականին մի առիթով իրենց հետ խոսակցություն եմ ունեցել, ու իրենց ասում էի, որ ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի առհասարակ գաղափարախոսություն, ընդհանուր ռազմավարություն, ընդհանուր պլան, ինչ եք պատկերացնում։ Իրենք ասում են, հա դե շատ նույն Արարատ Միրզոյանը ասում է շատ ճիշտ բան է ասում, բայց ոնց որ այս բան դրա ժամանակը չի, հիմա սա դրա արդյունքն է, որովհետև իրենք իրենց ներսում էլ չգիտեն, թե իրականում իրենք ինչ են ուզում։ Ըստ իրավիճակի սիտուացիոն հարցերի են պատասխանում, միտեղ կարող է մի բան ասեն, հաջորդ բանի նույն մարդիկ, ոչ թե տարբեր մարդիկ նույն իշխանություն, այլ նույն մարդիկ կարող են հաջորդ այն ուրիշ կերպ պատասխանել, ոնց որ օրինակ Փաշինյանն ասում էր Արցախ Հայաստանը եւ վերջ, հաջորդ բան դուրս է գալիս ասում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Սա դրա արդյունքն է, այսինքն երբ որ իրենք հիմնական պլանավորում չունեն, հիմնական անալիքներ չունեն, իրենց հիմնական անալիքը իշխանության մնալն է, դրանից հետո է որ իրենք կարող են անկանոն իրար հակասող տրամաբանությունից դուրս հայտարարություններ այնքան որ այդ տվյալ բային եւս 1 օր ավել, 1 ժամ ավել ինեն իշխանության։ Այստեղ տեսեք, ես դիտարկում եմ, մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված կետեր կային եւ դրանցից մեկը տարածքների պահանջներ ներկայացնելն էր միմյանց, ինչը ըստ Ադրբեջանի արտացոլված էր մեր սահմանադրության մեջ, որտեղ հղում կար անկախության հռչակագրի։ Ենթադրում էր Ադրբեջանը, որ այդպիսով մենք իրենցից ունենք տարածքային պահանջներ։ Սահմանադրության փոփոխությունը արագացնում են։ Սա ոնց որ մի կետ գնում են ընդառաջ։ Ճիշտ պահին Ադրբեջանից հիշեցնում են նաև Զանգեզուրյան միջանցքի մասին։ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի։ Այս շաբաթ կրկին հայտարարեց Բայրամովը։ Եվ մյուս պահանջը միջազգային հայցերի հետ կանչի ստվերը կարող ենք տեսնել մեր հաջորդ իրադարձության կոնտեքստում։ Այս շաբաթ Վահե Գրիգորյանը սահմանադրության դատարանի դատավոր, հիշում ենք ինչ հետաքրքիր կոնֆիգուրացիաներով ինքը դարձավ այնտեղ։ Նախագահ չդարձավ, բայց ինքը իրեն հռչակել որպես նախագահ։ Նախագահ, այո, արդյունքում հրաժարվեց սահմանադրական դատարանի դատավորի աշխատանքից, այո, որպեսզի ստանձնի իր նոր դերը միջազգային դատարանում, որտեղ ընտրվել է այս տարվա հունվարին 9 տարով։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ արդեն, այսինքն ընտրվելուց 3 ամիս անց նա պիտի ստանձնի իր աշխատանքային պարտականությունները։ Հայաստանի 3 տեխնացուներից նախապատվությունը տրվել էր Վահե Գրիգորյանին եւ տեսնում ենք, որ Եղիշե Կիրակոսյանի հեռանալուց հետո միջազգային հայցերի այս ֆոնի վրա դատավոր է դառնում արդեն մեծ ծանոթ կոնֆիգուրացիաների սիրահար, այդպիսի իրավիճակներ ստանձնող Վահե Գրիգորյանը։ Դե հիմա ինձ համոզեք, որ ես չմտածեմ, թե այս ամենը միջազգային դատարաններից հայցերը, մեր հայցերը բավականին ողբերգական հողի վրա, բավականին ամուր իրավական հիմքերով հայցերը հետ կանչելու մասին է սա։ Նախ լրատվական դաշտը իրականում սկզբում տարածեց, որ հրաժարական է տվել, ու վերնագրերը հիմնականում այդպես հրաժարական տվել Վահե Գրիգորյանը կարծես տենց ինքը շատ սկզբունքային մարդ է, հրաժարական է տվել, չի ուզում էլ այս մտնորդում ինքը հաստատի, բայց տենց չի։ Պետք է ասեն Վահե Գրիգորյանը ստանձնել է, վերնագրերը նույնիսկ այդպեսին պետք է ստանձնել է նոր պաշտոն ու լիազորությունը դադարեցրել է սահմանադրական դատարանում։ Ես ասեմ ավելին։ Նորմալ չեն մեկնաբանում, այսինքն
նույնիսկ այս մակարդակներում թե դիմադիր թե իշխանական այդ լրատվականները այդ լուրերն են սխալ ձևով, սխալ մեկնաբանությամբ այդ դուք որ դասընթացներ եք անցկացնում, հենց այդ դրա մասն է հիմնականում մեզ լսողներին էլ նաև կասենք տեղեկատվական անվտանգության քարոզչական պատերազմի վերաբերյալ հանդիպումների շարք ենք սկսել։ Ուրբաթ օրերը երեկոյան 19:30-ին այստեղ այդ դասընթացներ տեղի ունենում, դռները բաց են, համեցեք, մասնակցությունը անվճար է, 1 հոգու համար ավել նման դասընթաց տանելը մեզ համար նույնպես ձեռք բերում է։ Ու սրա հետ կապված նա սկսեցին այդպես մեկնաբանել, որ Վահե Գրիգորյանը հրաժարական է տվել, բայց դա այդպես չի ու մենք գիտենք առհասարակ սա ինչ կոնտեքստում է արվում։ Հիմա Հայաստանում ինչ է տեղի ունենում։ Մի պահ պատկերացրենք բոլորովս հիմա։ Մենք Հայաստանում չենք ապրում, ուղղակի հետևում ենք ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Ինչպիսի կոնֆիգուրացիա կա, ինչ են ասում Հայաստանին, Ադրբեջանից, ինչ է ասում հայկական ներքին քաղաքական դաշտը։ Հիմնականում պատկերը հետևյալն է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից անկախության հռչակագրից հրաժարում, չնայած դա միշտ է պահանջել, այնպես չի որ դա նոր պահանջ է, ուղղակի տեղի իշխանություններն են մաս-մաս Ադրբեջանի պահանջները սկսեն ներկայացնել ու Ադրբեջանը շարունակելու է այդ պահանջները, որովհետև պահանջների ցանկը մեծ է։ Պահանջների մեջ է մտնում ռազմատուգանքը, չգիտեմ, փոխհատուցումները, Ադրբեջանը ամբողջական փաթեթ ունի, այդ ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն ապաշրջափակում, այլ ազատ մուտք ու ելք, պատերազմի մասնակիցների դատապարտում կամ արտահանձնել Ադրբեջանին կամ տեղում դատել, Ադրբեջանը այս պահանջները ներկայացնում է։ Հիմա Հայաստանում ինչ պատկեր ենք ստացել։ Հայաստանում քաղաքական դաշտը հիմնական առաջարկությունները անում է Հայաստանի անկախության շուրջ, այսինքն բոլորը սկսել են կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Մենք տեսանք, որ Գյումրիում ընդդիմադիրները միասին համատեղ կարողացան հաղթանակ տանել ՔՊ-ի նկատմամբ ու ժողովրդին իբր թե ուրախության առիթ տվեցին։ Սակայն մենք հետ ենք գալիս ու ասում ենք, որ տարբերություն չկա։ Ներկա պահին այնտեղի ընդդիմադիրները եւ ՔՊ-ն իրարից ոչնչով չեն տարբերվում։ Փաշինյանը հայտարարում է պետք է հրաժարվել անկախության հռչակագրից, գնում է սահմանադրության փոփոխության։ 20 թվականին նրանք պատրաստում են սահմանադրության փոփոխության, սահմանադրական փոփոխությունների, որտեղ որ կասկածի տակ չէ դրվում անկախության հռչակագիրը։ Թող իրենք չասեն, մենք միշտ ենք ցանկացել սահմանադրությունը փոփոխել, չէ, իրենք այն ժամանակ այլ կերպ էին ցանկանում, հիմա այլ կերպ։ Հիմա Ադրբեջանի պահանջով է, սա հստակ Ադրբեջանի պահանջով է։ Երկրորդը, իրենք սա կասկածի տակ են դնում, հենց նույն օրը Վարդանի Ղուկասյանը հայտարարում է, ասում է, այո, ես պատկերացնում եմ, որ Հայաստանը պետք է մտնի նյութական պետություն, սովետական միության երկրորդ տարբերակն է, նոր ֆորմատով սովետական միությունն է։ Այս ընթացքում ես այդ մարդուն շատ չեմ ցանկանում անդրադառնալ, բայց պետք է նշեմ, որ մեդիա դաշտը շատ մեծ ուշադրություն է դարձնում Ռուբեն Վարդանյանին, նրա կերպարն են շրջանառության մեջ դրել։ Ես ասում եմ, ցանկանում եմ, որ նա օր առաջ վերադառնա, բայց մեզ առաջարկվող այլընտրանքը Թաթարստանի տարբերակն է։ Մենք կհիշենք, որ նա հայտարարում է, եթե Հայաստանի Հանրապետությունը անկախությունը կորցնի, գոնե թող Թաթարստանի կարգավիճակով լինի Ռուսաստանի կազմում։ Հիմա պետք է իրեն իրենց անուններով կոչել, այսինքն լայն դաշտում մեզ շատ բան չեն առաջարկում։ Ամեն դեպքում տևական ժամանակ է անցել եւ այս իրադարձությունները բնավ չի բացառվում, որ փոխած լինեն մարդու դիրքորոշումը։ Ես կառաջարկեի Ռուբեն Վարդանյանի անձը դեռ թողնենք եւ իր հայտարարությունները։ Այո, ես անձին չէի անդրադառնում, ես դրա համար նշեցի, այսինքն մեզ առաջարկվող Հայաստանի հանրությանը առաջարկվող այլընտրանքները այս պահին, որոնք որ գործում են այսօրվա քարոզչական միջոցներով, այսինքն լրատվականները, մեդիա տիրույթը, լրագրողները, բոլորը որ միասին լուսաբանում են հենց այս։ Մենք չտեսանք, որ օրինակ այդ նույն լրատվականները նույն ջանասիրությամբ սկսել լուսաբանել, օրինակ մեր նման, օրինակ անկախական ուժերի, ես նույնիսկ այդ բառն եմ շատ օգտագործել ազգայնական, այո, մենք ազգային ենք, ազգայնական ենք, բայց համար մեկը այն ինչ որ մենք շեշտ տնում ենք, անկախականության վրա ենք դնում։ Մեր նման ուժերին ու կոնկրետ մեզ ու անհատներ էլ կան, ու դաշտում էլի գործիչներ կան, օրինակ Շանթ Հարությունյանն էլի շատ քիչ են լուսաբանում միայն այդ ինտերնետ տիրույթներում, այս խոսույթը տարածող մարդկանց
չեն լուսաբանում ու տպավորություն է ստեղծվում, որ հայերի այլընտրանքը անկախությունը sense tennis կորցնելու ենք, եկեք ընտրենք հասկանանք Նիկոլի տարբերակով ենք անկախությունը կորցնում, ընդդիմության առաջարկած տարբերակով ենք անկախությունը կորցնում, թե առհասարակ ոչ թե միութենական պետության, այլ Ռուսաստանի կազմում Թաթարստանի տարբերակով ինքնավարություն ենք ձեռք բերում։ Մեզ էս է առաջարկում, բայց հարգելի մեզ լսողներ, մեր ընկերներ, կան տարբերակներ։ Այո։ Երբ որ մենք ասում ենք պետք է առաջի հերթին հենվել սեփական ուժերի վրա, հենց սրա մասն ենք ասում, չի կարող մարդը իր տեղում ոչինչ չանել ու սպասել, որ արտաքին աշխարհից ինչ-որ մեկը պետք է իրեն օգնի։ Ասենք իր բարեկամը, ենթադրենք Ֆրանսիայից կգա կհասնի, երբ որ մարդը տանը նստած ոչինչ չի անում։ Մենք տեղում առաջարկում ենք, որ այո, անկախությունը բացարձակ արժեք է, դա պետք չի քննարկել անկախության հռչակագրից, թող ոչ մեկ չփորձի հետ կանգնել, ու իմիջիայլոց նշեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ասում են անկախության հռչակագիր, մենք հավատարիմ ենք անկախության հռչակագրին, բայց նոյեմբերի 9-ի դեմ բան չենք խոսի, իրենց կհիշեցնեմ, որ այս ամեն ինչը հենց նոյեմբերի 9-ից է ծնվել։ Այսինքն, եթե դուք դեմ չեք արտահայտում նոյեմբերի 9-ի Երակոմ համաձայնագրին, դուք ինքնաբերաբար հայտնվում եք այն ճամբարում, որտեղ որ Նիկոլն է։ Այսինքն փորձելու եք անկախության հռչակագրից հրաժարվել, որովհետև այդ օրվանից սկսած է այս պահանջները մեր դեմ դրվել։ Այո, վերոնշյալ ելույթում Փաշինյանը անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն եւ խոստացավ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ 5 րոպե հետո Մինսկի խմբի կառույցները լուծարել։ Սա իհարկե մենք գիտենք, որ իր ուժի սահմաններում չի, որովհետև Մինսկի խումբը Փաշինյանը չի ստեղծել, որ ինքն էլ լուծարի, բայց հետաքրքիր զուգադիպությամբ անմիջապես մենք տեսանք Ռուսաստանի արձագանքը, Մարիա Զախարովան հայտարարեց, որ այո, Մինսկի խումբը պիտի լուծարվի։ Ըստ նրա 2022 թվականի փետրվարին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահների կողմից Մոսկվայի հետ շփումների դադարեցմամբ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի անկախտելի մաս ճանաչելով, ինչպես նաև տեղում իրավիճակի փոփոխմամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը։ Հետևաբար Մինսկի կոնֆերենցիայի բոլոր կառույցները պետք է լուծարվեն։ Մենք համարում ենք, որ համապատասխան որոշման կայացման օպտիմալ ճանապարհը կլինի Բաքվի եւ Երևանի համատեղ առաջարկը այդ կառույցների լուծարման մասին։ Մեր կողմից պատրաստական ենք աջակցել գործընկերներին։ Մենք սրա մասին նույնպես խոսել ենք հենց այս ԵԱՀԿ Մինսկի խմբի, այսինքն երբ որ ասում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը քանի դեռ չի լուծարվել, նշանակում է կա Արցախի հարց գոյություն ունի, Արցախը հայկական պահելու կամ ոչ թե պահելու, այլ հետ վերադարձնելու հայկական լինելու պահանջը կա աշխարհի կողմից, հենց սրա մասն ենք ասում, տեսեք, Հայաստանը պատրաստ է, Ռուսաստանը խավորություն է անում, Ադրբեջանը պահանջում է։ Հիմա ինչի չի լուծարվում։ Նորմալ իրավիճակում սա պետք է լուծարվի, եթե շահառու կողմերից երկուսն էլ հրաժարվում են։ Բայց քանի որ իրենց ստեղծած խումբը չի, հարցը իրենք չեն մենակ բարձրացնում, այսինքն գոյություն ունեն Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ Հաջորդ փուլում չգիտեմ ինչ տեղի կունենա, բայց այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը ու հայ ժողովուրդը Արցախի մասով գոնե հավանական երկու դաշնակից ունեն։ Ես նախորդ հաղորդումներում ասացի միգուցե Ռուսաստանը, բայց չի փորձում առաջացնել, բայց հիմա Ռուսաստանը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնեց, այսինքն չկա այդ հարցը, փակված է ու Փաշինյանի առած հայտարարությունը ողջունեցին։ Իմիջիայլոց այս նույն Ռուսաստանն էր 2020 թվականին, կարծեմ պատերազմից հետո Պուտինի մակարդակով հայտարարել, որ Փաշինյանը մինչև վերջ փորձեց պայքարել, Փաշինյանը դավաճան չէ ու դրանով Փաշինյանին երկրորդ անգամ կյանք տվեց։ Ես սա եմ փորձում հիշեցնել, որ չասեն այ Փաշինյանը գնացել է արևմուտքի խաղերը տալիս, չէ, Փաշինյանը իմիտացիա է անում, խաղեր չի տալիս։ Փաշինյանը գտնվում է ռուսական ուղեծրում, այդ դաշտում է գործում եւ մաքսիմալ ալիբիներ է հավաքում Ռուսաստանի համար, որպեսզի հետագայում մեղավորը լինի հայ ժողովուրդը, ինչպես ինքն է նշում, որ էսկալացիայի վտանգ չկա։ Ու լինելու դեպքում էլ, այսինքն մեկ են կռիվը սկսողը։ Բոլորն ասում են կա կամ նվազագույնը պետք չի բացառել, Փաշինյանը չկա։ Չէ, դե հայ ժողովրդի վրա է մեղքը բարդում։ Ինքը ամեն կերպ փորձում է եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ձեռքերը լվանալ, այսինքն ցանկացած պարագայում մեղավոր հանել Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին։ Մեր դեմ պատերազմ են վարում։ Մեզ էթնիկ զտման են ենթարկում։ Մեր ձեռքից մեր հողերը խլում են ու վերջում մեղավորը մենք ենք։ Ըստ Փաշինյանի
վարած քաղաքականության։ Ու մենք ենք մեղավոր, որ ռուսների հետ հարաբերությունները վատացրել են, մենք ենք մեղավոր, որ կռիվ է սկսել, հայ ժողովուրդն է ամեն ինչ մեղավոր։ Ռուսաստանը այդտեղ կապ չունի, Ադրբեջանը կապ չունի, դե այդքանից հետո ով լիներ, որ մեր հետ վատ չէր լինելու։ Այս փաշտային տրամաբանության էս են իրանք առաջարկում։ Հիշում եք Քաչինազարի մեջ դրվագ կա, երբ ասում է մեղավոր են էլի, իրենց հողերը մեզ չեն տալիս։ Հիմա մենք ենք դուրս գալիս մեղավոր, որ մեր հողերը չենք զիջում, հերթական տանք, որ հանգիստ ապրենք, տանք, որ պատերազմ չլինի, սերիալի դրվագում չենք ուզում դեր ունենալ։ Այս ֆոնին Ալիևն ու Փաշինյանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մայիսի 9-ին Մոսկվայում, որտեղ դրանք հրավիրվել են հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիքի հայտնել ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։ Այլ հարց է, թե երկրորդ համաշխարհայինի հետ կապված ինչու ենք մենք էլի սկսել գնալ Մոսկվա։ Ինչ ունենք այնտեղ մենք որպես այդպես հաղթանակ տոնելու, երբ կորցրել ենք 250-300 մեր հայրենակիցներին։ 5000-ի հետ մենք չենք կարողանում համակերպել, այսինքն էս էլ է քարոզություն։ Ու 250,000 մեր պապերի թափածարությունը համարում ենք դա փառք ու պատիվ։ Այն դեպքում, երբ որ դա մեր կռիվը չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երկրորդ համաշխարհային ու հայ ժողովուրդը երկրորդ համաշխարհային ժամանակ չի եղել կիզակետում, այսինքն ինքը կապ չի ունեցել, ոչ խնդիր է ունեցել Գերմանիայի հետ, ոչ սովետական միության հետ, այսինքն ոչ ԱՄՆ-ի, ոչ Ճապոնիայի, ոչ Իտալիայի։ Դա մեր կռիվը չի եղել։ Ես զարմանում եմ, ինչի ենք սրանով հպարտանում։ Այս առաջին մասով, իսկ մայիսի 9-ը իրականում դա պատահական օր չէ։ Մինչև մայիսի 9-ը, այսինքն նոյեմբերի 9-ի այդ համաձայնագիրը 5 տարով էր ստորագրված ու 6 ամիս շուտ, 5 տարի լրանալուց 6 ամիս շուտ կողմերից որևէ մեկը դեմ չի արտահայտվում, ավտոմատ կերպով այդ պայմանագրի ժամկետը երկարացվում է։ Իսկ այդ պայմանագրում հիմնական մասը էս էր, որ ռուս-թուրքական այդ մոնիտորինգային կետը աղդամում որ կար, համատեղ սրամասները ու ռուսների ազատ մուտք ու ելքը Արցախի տարածք, որը իրենք ճանաչեցին Ադրբեջան, որ գնան այդտեղ։ Հիմա գալիս են հենց դրան։ Ինչ են անում։ Իրենք գնում են մայիսի 9-ին, հաստատեն, որ երկարացնում են կամ չեղարկում են։ Մինչև տեսնեն ինչ է։ Հասկանանք մայիսի 9-ին պարզ կլինի, թե ինչ կերպով են գնալու առաջ, բայց այն հանգամանքը, որ ունենք նոր իրավիճակ ու միգուցե մայիսի 9-ին ստորագրվի եւս մեկ հայտարարակ, չգիտեմ, պայմանագիր ասեմ, ինչ ասեմ, երակով, այսինքն նախորդի, որ իրենք հայտարարել են, որ պատրաստ են չեղարկելու Յակոմինսկի խումբը ու Մոսկվան պատրաստ է իր հարթակը տրամադրել, որպեսզի այս հակամարտությունը Մոսկվայի քավորությամբ լուծվի։ Հիմա միգուցե մայիսի 9-ին իրենք արդեն միայն այդ Հայաստանի տարածքով միջանցքի շուրջ ինչ որ նոր փաստաթուղթ ստորագրեն, որոշակի արտոնություններ տալով ռուսական կողմին ու այդ ամեն ինչ անելու են Հայաստանի Հանրապետությունը ու հայ ժողովրդի հաշվին։ Ես լավ բան չեմ սպասում ոչ Ալիևից, ոչ Ռուսաստանից, նամանավանդ ոչ էլ մեր բանակցողներից, մեր իշխանություններից, որոնք որ ամբողջությամբ գործում են իշա թշնամիների, իշա մեր տարածքի հաշվին առևտուրանող պետությունների ու նրանց ղեկավարների։ Իդեպ ցավալի խորհրդանշական օր է մայիսի 9-ը, եթե մանավանդ ստորագրվի ինչ-որ ոչ հայանպաստ բան, ես չեմ հավատում, թե կարող է հայանպաստ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվել այնտեղ։ Նույնիսկ եթե չստորագրվի, ինքը օրը ավտոմատ կերպով երկարացվում է, նոյեմբերի 9-ը վերահաստատվում է։ Որովհետև մայիսի 9-ը մենք վերջին տասնամյակներին տոնել ենք որպես Շուշիի ազատագրման օր, իսկ Շուշին որպես խորհրդանիշ Արցախի, իսկ Արցախը որպես խորհրդանիշ տարածաշրջանում գերակա դեր ունենալու։ Իմիջիալից ես կփորձեմ սա իրենց անուններով կոչել։ Մենք Շուշին մայիսի 9-ին չենք ազատագրել։ Մայիսի 8-ին ես հենց այդ երկրորդ համաշխարհայինի առումով էլ մայիսի 7-ին է կնքվել այն համաձայնագիրը, որը իրականում էլի ոչինչ չի նշանակել, իրական սեպտեմբերյան համաձայնությամբ է կանգնել։ Ես կցանկանայի, որ սա էլ մենք ֆիքսենք, ինչ ենք ամաչել, ինչ ենք վախեցել, մենք օրինակ տարբերվենք, ասենք լավ, մայիսի 8-ն է մեր հաղթանակի օրը։ Այո։ Ինչ ենք դա արել։ Ես սա մեր նախկին ղեկավարներն եմ ասում, այդ ինչից եք վախեցել։ Դե ինչ թափուն տոն եք նշել ռուսներին ցույց տալու համար, որ
այ մենք ձեր տոնն ենք նշում, ոչ թե մեր հաղթանակն ենք նշում։ Մայիսի 12-13-ին մենք շարունակելու ենք այդ մեր հաղթանակի օրը նշել, որովհետև 94 թվականի մայիսի 12-ին է Արցախյան առաջի պատերազմում տեղի ունեցել մեր հաղթանակը։ Իրականում հաշվառենք սխալները, որ հաջորդիվ ազատագրելուց հետո նույն սխալները չանենք։ Մի շատ ցավալի թեմայի մասին էլ պիտի խոսենք, անպայման պիտի խոսենք։ Արցախցիների նկատմամբ ատելության քարոզչություն է իրականացվում իշխանական լրատվականներով, այդ մասին արդեն փաստում են այդ լրատվականների հետ կապակցված ուժերին բացահայտելով, այդ լրագրողների այլ լրատվականներում համագործակցաբար աշխատելը դիտարկելով, այսինքն մենք գիտենք, որ լրատվականի տերը մի դեպքում Ալեն Սիմոնյանն է կամ իր հետ առնչվող լրագրողը Նանե Իսրայելյանն է, որ հայտնի է իր հետաքրքիր դիրքորոշումներով։ Մենք լրագրողներս շատ լավ գիտենք, որ երբ որ հարց ես տալիս մարդկանց, մանավանդ փողոցային հարցումների ժամանակ, կարող են շատ լինել պատասխաններ, որոնք դու ուղղակի գիտես, որ դա եթեր տալու բան չի։ Մարդիկ կարող են չիմանալ, ինչը կարելի է եթեր տալ, ինչը չէ, բայց լրատվականը գիտի, լրագրողը պարտավոր է իմանալ, լրագրողը չգիտի, լրագրողը ունի խմբագիր, խմբագիրը պարտավոր է իմանալ, իսկ մանավանդ տեսանյութը անցնում է մի քանի ձեռքի տակով։ Եվ այդ բոլոր մարդիկ եթե չեն իմացել, չեմ հավատում, իսկ եթե իմանալով են եթեր տվել, ապա սա նշանակում է, որ մեր հայրենակիցների մի մասի նկատմամբ ուղղորդված ատելության քարոզչություն է իրականացվում։ Իդեպ կառավարությունը որոշում ընդունեց նոր հիմնադրամ ստեղծել Հանրօգուտ մեդիամիջավայր անվամբ։ Նպատակն է ստեղծել կրթական, գիտական, մշակութային, սպորտային եւ սոցիալական բովանդակություն, որը կամ առհասարակ չի կարողանում գեներացնել եկամուտ կոմերցիոն գործիքներով կամ դա շատ բարդ է իրականացնել։ Ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այո, լրագրողներս գիտենք, որ թանկ է եւ շատ դժվար է ստեղծվում բարձրորակ արտադրանքը։ Որպես բովանդակություն ստեղծողներ, մենք շատ լավ գիտենք, որ նման արտադրանքը, որը կրթելուն, գիտությանը, մակարդակը, մշակութային մակարդակը բարձրացնելուն է ուղղված, սովորաբար դիտումներ այդքան չի ապահովում, հետեւաբար չի կարող նաեւ եկամտաբեր լինել։ Պետական աջակցության կարիք ունի, իհարկե, բայց կոնկրետ ես տեսնելով, թե հիմա այդ նույն կառավարության անձինք կամ կառավարությունում արկա մարդիկ իրենց լրատվամիջոցներով ինչ են անում, ենթադրում եմ, որ պետբյուջեի հաշվին են փորձում հիմա նաև այդ նույնը անել։ Իրենց արած գործունեությունը, ցանկացած գործունեություն, մենք տեսնում ենք, որ լավ բանի չի հանգեցնում։ Սրա տակ որոշակի բաներ կան թաքնված, թե իրենք իրականում ինչ են ուզում, պետության հաշվին ինչ քարոզ են ուզում տանել, ինչ են հեռարձակելու, ինչ են մեկնաբանելու։ Ես հակված եմ մտածելու, այսինքն օրինաչափություն է, այսինքն ստեղ պետք չի տաղանդ լինել կամ չգիտեմ հատուկ մասնագետ լինել, որպեսզի կարողանաս վերլուծել, թե իրենք ինչ են, օրինաչափություն է, իրենք 18 թվականից սկսած, ավելի շատ 20 թվականից պատերազմի ժամանակվանից սկսած, հետևողական ցանկացած իրենց գործողություն տանում է հակապետական, հակահայկական, հակաազգային, հակաանկախության քարոզ, բաժանել, միմյանց նկատմամբ տրամադրվածություններ ստեղծել, այսօր արցախների հետ է, վաղը մյուս օր սունեցիների կամ արմավիրցիների հետ կարող են այդ ամենը ստեղծել, այսինքն ներսում կոնֆլիկտներ հրահրել, ներսում ատելություն գեներացնել միմյանց նկատմամբ, բայց միևնույն պարագայում երբեք իրենց կողմից չի կարելի վատ խոսք ասել ադրբեջանցի ժողովրդին, թուրք ժողովրդին, դրանք սրբություններ են իրենց համար։ Ինձ հետաքրքիր է, եթե իրենք այդքան տոլերանտ են թշնամու նկատմամբ, ինչ են այդքան ոչ հանդուրժողական սեփական հայրենակիցների նկատմամբ կամ ոնց են որոշել, որ օրինակ մի տեղի մարդկանց, մի տեղի հայերին պետք է դրանց տարանջատել ու սկսել, չգիտեմ, թիրախավորել, անուն կպցնել։ Մեծ ողբերգական իրադարձությունների միջով անցած մարդկանց։ Նույն Խաչատուր Ֆուքասյանը նշեց, թե 10 զոհ են ունեցել ընդամենը։ Հետո արդեն երբ որ աղմուկը բարձրացավ, հերքեց իրեն, թե 210-ի փոխարեն 10 եմ ասել։ 210 չի, ավելին է։ Իմիջիալուց ես դրան էլ ցանկանում անդրադառնալ։ Նման մարդիկ անկախ ամեն ինչից իրենք մեծ վախեր ունեն հարությունից։ Ու ես տեսա օրինակ այդ վախերը, երբ որ ինքը ամեն կերպ փորձում էր արդարանել, ներողություն խնդրել, մի 10 րոպեվա մեջ 5-6 անգամ
ասում են Արցախահայերը, չէր ասում Լեռնային Ղարաբաղը կամ Ղարաբաղի հայեր, ասում են Արցախահայեր, այսինքն մաքսիմալ փորձում էր իրեն նույնականացնել հենց արցախցիների հետ ու Արցախ օգտագործելով Արցախ եզրույթ, այսինքն սա մի բանի մասն է խոսում, որ անկախ ամեն ինչից իրենք ինչքան են հավատարիմ Նիկոլ Փաշինյանին, ինչքան են հավատարիմ մեծ օրվա տարվող կուրսին, վերջում երբ որ հայտնում եմ մի հատ խնդրի առաջ, երբ որ տեղ չկա էլ մանևրելու, իրենք սկսում են արդեն այդ հանրային ճնշմանը ենթարկվել ու անել այն ինչը որ իրականում ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։ Ես ուղղակի Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մեջ տեսա այդ, որ ինքը արդեն իրապես վախեցած էր, իրապես փորձում էր ներողություն խնդրել ամեն կերպ, որպեսզի վաղը մյուս օր ինքը հանրային պարսավանքի չընթարկվի, իր բիզնեսները հանրային պարսավանքի արդյունքում վնասներ չկրեն, այսինքն իր համար հա մենք պատկերացնում բիզնեսմենը իր բիզնեսները թանկ են, բայց ինքը պատկերացնում է հաջորդ փուլում կարող է այնպիսի մեծ ալիք կանել, որ օրինակ մարդիկ սկսեն չօգտվել իր բանկերից, իր բիզնես կենտրոններից, ուղղակի այդպես մերժեն ու փաստի առաջ կան։ Դրա համար ինքը ավելի թանկ է համարում իր բիզնեսը ու հանուն դրա ինքը պատրաստ է 10 անգամ էլ Արցախ բառն օգտագործել ու Արցախահայեր։ Մեկ սխալ արեց, հետո 10 անգամ սխալ Նիկոլի հանդեպ արեց։ Ես սա տեսա։ Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր այն պարագաներում, երբ մեր խոսքը կունենա իր հիմքում անուններ, անպայման ասելու ենք, նշելու ենք այդ անունները, որովհետև մեր հայրենակիցները պիտի խնդրահարույց մարդկանց անուններով ճանաչեն, դեմքերով ճանաչեն։ Մենք երևի պիտի սկսենք շրջանառել հանրային պարսավանքի ինստիտուտը, թեպետ նշեմ, որ շատ դժվար կլինի Սամվել Վարդանյանը այս շաբաթ որոշվեց, որ պիտի տուգանվի 750,000 դրամի չափով, համենայն դեպս կալանքից ազատվեց, մարդը չի ազատազրկվելու, հիշեցնեմ Սամվել Վարդանյանը իր դիրքորոշումներ արտահայտել Հակոբ Ասլանյանի նկատմամբ, չէ՞, Հակոբ Ասլանյանը։ Հա, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, որի պատճառով պետք է Հակոբ Ասլանյանի մանդատից զրկեին, այո, գործ հարուցեին ու նաև այն ոստիկանները ում ձեռքից Սամվել Վարդանյանին առևանգել էին ու խոշտանգման էին ենթարկել։ Սա ամեն կերպ պետք է ոնց որ բացահայտվի, մեղավորները պետք է պատժվեն ու մենք սա եղած որ բանից իմիջիայլոց այս կոնկրետ այս հարցը բարձրացրել ենք, որովհետև կան դեպքեր, որտեղ որ չես էլ հասկանում մեղ կա, մեղ չկա, օրինակ Աշոտյանի հարցում, հա, Աշոտյանը համար մեկ մեղավորը չէր, չգիտեմ, նախկիններից, որ հիմա քաղաքացիական չենք անդրադառնում, որովհետև Աշոտյանին չենք անդրադառնում, որովհետև մտածում ենք դե երկար տարիներ պաշտոններ եղել, միգուցե հիմքեր էլ կան, բայց Սամվել Վարդանյանի նման մարդկանց սա նման դեպքերը մենք անդրադարձել ենք։ Երկու բառով հիշեցնենք, ամենայն դեպս ով որ չգիտի, մարդուն իջեցրել էին ոստիկանական մեքենայից, դաժան ծեծի էին ենթարկել, անմարդկային ծեծի էին ենթարկել, ոստիկանները իբր գնացել էին բոլորով պետքարան, այո, բոլորով։ Եվ դրանից հետո ոստիկանները վերադարձել էին ու իբրև չքմեղացել, թե իրենցից անկախ է կատարվել այդ ամենը։ Դրանից հետո Հակոբ Ասլանյանին ձերբակալելու խնդիրը հետաքննելու փոխարեն այս մարդուն են 750,000 դրամի չափով տուգանքի ենթարկում։ Համենայն դեպս մենք կարող ենք փաստել, հանրային պարսավանքից վախենում են։ Այդ մեխանիզմները պետք է աշխատեն, որովհետև պետությունները իրականում նաև հենց այս արժեքների հիմքի վրա են ստեղծվում։ Պետությունը զուտ ուղղակի բիզնես կառույց չի։ Մարդկային փոխհարաբերությունները ոչ միայն գրված օրենքներ, այլ չգրված օրենքներ կան, որ ինչն է թույլատրելի, ինչը չէ։ Բարոյական արժեքների վրա է պետությունները ստեղծվում։ Սրա մասին իմիջիայլոց մեզ շատ հարությունն է շատ խոսում, այդ հարցը բարձրացնում, որ այլ պետությունը նաև այս թեմաներն է։ Երբ որ դու ունես բարոյական արժեքներ, դու ունես սահմաններ, դու ունես հանրության կողմից չընդունվող երևույթներ ու դա պետք է այդ հանրությունը ցույց տա։ Մենք հենց նաև սա այս մեխանիզմները պետք է գործի դնենք։ Հասկանանք ինչն է կարելի, ինչը չի կարելի, հասկանանք որն է լավը, որը վատը, այսինքն այս պետությունը հենց նաև սրանով է պետություն, որ ինքը իր երկրի ներսում ունի իր լավի ու վատի սահմանումը, իր բարու ու չարի սահմանումը, այդ բաժանումը։ Այս կետում թույլ տվեք ավարտել հաղորդումը հիշեցնելով, որ ոչ միայն պետության ներսում, այլև հավիտենության բարձունքից մենք բոլորս ունենք բարու ու չարի շատ հստակ պատկերացում եւ այդ պատկերացումը, եթե նույնիսկ մեր երկրային կյանքի ընթացքում չդրսևորվի, միևնույնն է մենք պատասխանատու ենք լինելու դրա համար, բոլոր են մարդիկ, ովքեր ինչ որ չափով հոգևոր են, հավատում են երկնայինին, հավիտենականին, գիտեն, որ մահը ընդհանրապես երկու աշխարհները բաժանող դուռ է։ Դրանից հետո սկսում է
հավիտենական հատուցումը։ Առաջիկայում զատիկ եմ եւ հարության տոնը մեզ հիշեցնում է, որ բոլորը մի օր հարություն են առնելու եւ կանգնելու են դատաստանի մեջ։ Շնորհավոր հարության տոն։ Քրիստոս հարյավի մեռելից։ Մեզ եւ ձեզ մեծա։